Ողջույն բարեկամներ, նախորդ ներողություն եմ խնդրում մի քիչ ցածր ձայնից համար, ոնց որ այդքան էլ լավ չեմ, բայց դա պետք է ոչ չանդրադառնա մեր հաղորդումների հաճախականության եւ ամենակարևորը որակի վրա։ Եվ այսպես չենք մոռանում, դնում ենք լայքի նշանը, ամենակարևորը տարածում։ Եվ գրեք ինչ եք մտածում օրինակ այս տեսարանի մասին, ինչ եք տեսնում այստեղ։ Մութ ամպեր, Մասիսար, Երևան եւ հեռվում շողացող արև։ Ինչքան էլ ուզում ամպերը մութ լինեն, Մասիսը մնալու է իր տեղում, արևն էլ միևնույնն է ծագելու։ Սա այն է, ինչ որ ես եմ տեսնում։ Ով ինչ ուզում է նա տեսնում, չէ՞։ Սա այն է, ինչ որ ես եմ տեսնում, սա այն է, ինչ որ ես ձգտելու եմ, ձգտում եմ ու ձգտելու եմ։ Ով մեզ հետ է, թող մնա, ինչպես բանը նժդեհներ ասում, թող մնա նրանք, ովքեր բարոյապես դեռ չեն մահացել։ Հոյակապ խոսքերով այդ նժդեհ, հոյակ։ Գնանք անցնենք մեր հաղորդումների ամենակարևոր թեմային։ Եթե դուք հիշում եք, ես մշտապես ասել եմ, եթե ոչ անվոր, մշտապես հիշեցնում եմ, որ ՔՊ-ում այնքան էլ հարթ չի ամեն ինչ եւ հասկանում են ինչա կատարվում եւ սկսել են տարբեր առիթներով խուսափել Փաշինյան Նիկոլից։ Տարբեր առիթներով։ Մասնավորապես վերջի ես որ ասացի ՔՊ-ից մարդ չկար է, միայն ուսուցչուհիներ, պատկերացնում եք հայոց բանակի նախարարը եկեղեցում Փաշինյան Նիկոլետ, ընդ որում եկեղեցում չէ։ Եկեղեցին քանդելու process-ի մեջ հայոց բանակի նախարարն է, Պաշտպանության բանակի նախարարը։ Մեկ էլ իր էկոնոմիկայի նախարարն էր, մնացածը չկա են։ Նիկոլ Փաշինյանը շատ ծանրատար էր, շատ հավաքել, ժժացել իր ոճի մեջ եւ այլն եւ այլն, սա միակ դեպքը չի, ուղղակի հասկանում է, որ փախնում են կողքից, տարբեր առիթներով։ Մեկն հիմնավորել է, թե երեխեք ունեմ, վախեցել եմ Աստծուց, ճիշտ է սա, վախեցել ես Աստծուց, ու լավ կլինի, որ բոլորդ վախենաք Աստծուց, որովհետեւ Աստված նա համար չի, որ ձեզ վախեցնի, Աստված ոչ մեկին չի վախեցնում, ուղղակի բնությունը ամեն մեկի արածը բերում է իր դեմ։ Աստված դաժան չի։ Աստված ուղղակի չափազանց արդար է։ Որտեղ ասում է, ինչ ցանես, այն էլ կհանձես։ Քամի ցանես, փոթորիկ կհանձես։ Այնպես որ ճիշտ եք անում, որ վախենում եք։ Իսկ մնացածը, որ մնում են պատերի տակ խոսում են, ես ի՞նչ կապ ունեմ Նիկոլի հետ, բան, բայց ես իմ համար իմ մոտ գյուղապետ եմ, ինչ անենք, որ ՔՊ-ական է, բայց ես ում եմ սպանել, չէ, տղաներ եւ աղջիկներ։ Ոչ։ Դուք բոլորդ մասնակցում եք մեծ կոտորածի այ ժողովրդի նկատմամբ։ Դուք արդեն հասկանում եք, չէ՞, ձեզ ինչա սպասվում 7-8 ամիս հետո։ Այն որ սկսվել է ձեր մոտ այդ արդարացումները, դա վախի նշան է։ Արդարացված վախի նշան։ Ես ձեզ ասել եմ, դուք առնչվելու եք, առերեսվելու եք տասնյակ հազարավոր այսենց օրեկանես դանակ մկրած սրող եւ ամեն ինչ sense պատրաստ պահած մարդկանց հետ։ Մարդիկ սպասում են այդ օրվանը։ Դուք ձերը շատ պատասխաններ պետք է տաք։ Ու այն հանգամանքը, որ ձեզ թվում է, որ դուք ընդամենը այդ գյուղապետ եք, ՔՊ-ական եւ դուք մասսայական սպանդի մեջ ոչ մի ներդրում չեք ունեցել։ Ոչ, այդպես չի։ Ոչ մի բան ինդուլգենցիա չի լինելու։ Սանկացած ՔՊ-ական ինքը այս մեծ մարդասպանության, դա սա մի հոգու գործ չէ, մենք դա մասին խոսալ ենք, ինքը մասնակից է։ Ձեր միակ տարբերակը այսօրվանից ուրանալն է, ուղղակի դուրս գալ։ Հրաժարվել ու ասել ինչի համար։ Որ գոնե վաղը ինչ որ մեղմացուցիչ հանգամանքներ լինեն։ Իսկ հիմա գնանք այդ հանգամանքներին։ Այսօր փաստորեն ազատվել է գեներալ Միքայել Արզումանյանը։ Դուրս է եկել։ Վերջ։ Արցախյան պատերազմ չի եղել, անձնագործություններ չի եղել, դավաճանություն չի եղել, 3 տարի նստեց, պարտքը տվեց դուրս եկավ։ Հիմա երևի մարդիկ կասեն, բայց մենակ ինքը չէր մեղավոր, չէ՞։ Ինքը ինչի պետք է բոլորի տեղը նստեր։ Այո։ Ես Միքայել Արզումանյանին եւ բոլորին Դավիթ Տոնյանից սկսած մինչեւ Ջալալին, բոլորիդ ասում եմ, էական չի։ Հիմա ձեզ իշխանությունը, այս իշխանությունը ինչի համար կդատի, ոտքան կդատի, ձեր դատը դեռ ապագայում լինելու է։
Ընդհանրապես չմտածեք դրա մասին։ Հանգիստ կարող եք վստահ լինել, որ ձեր դատը դեռ լինելու է, որտեղ չի կարող լինել այս աստիճանի massայական դավաճանություն, ու վերցնել մի հատ պաշտպանության բանատի հրամանատար է, որ կեսից է եղել, 3 տարի նստի, ընդ որում նաև 30 միլիոն դրամ գրավով։ Այ հենց այս մենակ այս փաստով ինքը էլի պետք է դատվի։ Արդեն 30 միլիոն դրամ գրավը սա արդեն քրեական գործ է։ Որը մեկը կարող է հիմնավորել 30 միլիոն դրամով։ Մեկը կարող է ցույց տա այդ 30 միլիոն դրամի դիմաց վճարած եկամտահարկը։ Որ ասի, սա օրինական փող է։ Սա արդեն հանցագործություն է։ Ես գիտեմ, որ հիմա մարդիկ սենց մատերիալանքով են նայում, դե լավ է 30 միլիոն դրամ։ Ընդամենը ասենք $90,000 փող։ Ընդամենը։ Բա միլիարդներ են քաշե բերել թալանել, չէ՞։ Ինչքան էլ Մարինա Պողոսյանը հաշվում, մոտավորապես $500 միլիարդ։ Ինչ անդեր մի 80-90 հազարը, որ իրենց աղբեր միշկային հանելու համար չտան։ Տնային կալանք, որ գան նստի տունը։ Հիմա ձեր աղբեր միշկային ասեք։ Սաղ, սկսվելու է ամեն ինչ զրոյից, երբ որ լինի իշխանություն։ Դեռ ինքը պետք է ցուցմունքներ տա եւ Շուշիի մասով, եւ ամեն ինչի մասով են, ինչի մեջ իրան մեղադրել են, հետո էլ ասում են դե Շուշիի մասով արդեն բանա։ Շուշիի մասով ժամկետ անցա, չարժի դրա վրա խորանալ։ Ես հիմա չեմ ուզում, ես կարդացի, այս խայտարակությունը կարդացի, ես միջև վերջ, թե ինչի են 22 թվականից, 20 թվականին ավարտել է պատերազմը, իրենք 22 թվականից են ձերբակալում, որ մի բան չուստան, որտեղ միջև այդ ոչ մեկ չկար ձերբակալված, չէ։ Ես որ նայում եմ, սա ծաղր է մի ամբողջ ժողովրդի նկատմամբ։ Եթե ձեզ թվում է 3 տարի մի հատ ինչ-որ գեներալի նստացնելով, այս հարցը դուք համարելու եք փակված, որ մեղավորները պատժվեցին, չէ՞ տղեկ։ Դա նոր է սկսվելի, նոր։ Հայաստանում ապուշ մարդ չկա։ Ապուշը դուք եք, որ մտածում եք կարող եք բոլորին ապուշացնել։ Իսկ այս տողը ընդհանրապես ինձ սպանեց։ Ըստ մեղադրանքի այդ անվտանգության հետևանքով հակառակորդի զինված ուժերին հաջողվել էր ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնել Շուշիի քաղաքն ու մատույցները։ Արդեն այնքան սուտ կա սրա մեջ։ Այնքան սուտ կա, մյուս տողով գրում է, բայց հենց Շուշի դրվագով էլ անցել է հանցանքի վաղեմության ժամկետը, դուք պատկերացնում եք։ Այսինքն մի կողմից ասում են անփութություն է եղել, որ թշնամին այդ անփութության պարագայով հանգամանքներով վերցրել է Շուշին, որը նման բան չի եղել։ Մյուս կողմով էլ ասում են, դա արդեն ժամկետ անցավ։ Այս դրվագով նրան հնարավոր չի մեղավոր ճանաչել։ Մեղադրյալը կապիկ, դատարանը կապիկ, մեղադրվողը կապիկ, պատվիրատուն կապիկ։ Կապիկների աշխարհ։ Հիմա դուք ինչ արեցիք, ոնց արեցիք, այս 3 տարին մենք կհաշվենք հետագայում։ Երբ որ Միշկային կապացուցվի ինքը իրականում ինչ մեղքեր է գործել, մնացածի հետ կնստեն բոլորը։ Չգիտեմ, կարող է մի քանի տասնյակ լինեն, հա, մինիմում։ Մենք այս 3 տարի քանի ամիսը որ նստվել է արդեն, այդտեղից դուրս կգա։ Հուսով եմ դատարանը այդքան կհաշվի, որ այսքան մասը նստել է արդեն։ Ասենք մի 15 տարի տալուց 3.5-ը ինչ որ 3.5-ը ինքը նստել է։ Չմտածեք, որ այս էպիզոդով դուք ունենալու եք ինչ որ դե վաղեմության ժամկետ անցած, սա ցեղասպանություն է, սա դավաճանություն է, սա հայ ժողովրդի կոտորած է եղել, ցեղա, այդ ժամկետ անց, բան, տենց չկա։ Չկա։ Ամեն ինչ թարմ է, վեճքերս թարմ է, դեռ ալնահոսում է, դեռ կորած երեխեք կան, դեռ ռազմագերիներ կան։ Ոչ մի բան ժամկետանց չի։ Դուք եք ժամկետանց ձեր ворտնած ուղեղներով, բայց ամեն ինչին ժամանակ կա։ Գնանք հաջորդին, հաջորդ խայտարակության։ Հասանայք Դավիթ Համբարձումյանը Հայաստան ժամանելու պես կալանավորվեց։ 2018-ի հեղափոխության մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար ավելի քան 6 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Համբարձումյանը Մոսկվայից Երևան վերադառնալիս
ըստ աջակիցների անմիջապես կալանավորվել է։ Դատարանի վճիռը նրա բացակայությամբ էր կայացվել։ Ուղիղ միացմամբ տեղափոխվենք օդանավակայան, Նաիրա Բուլղադարյանն է այնտեղ աշխատում։ Նաիրա, բարի երեկո, ինչ կփոխանցես, արդյոք Մասիսի քաղաքապետի հետ շփվելու հնարավորություն ունեցաք, թե նա չհասցրեց օդանավակայանի տարածքից դուրս գալ։ Աստղիկ, նրա հետ ոչ մեկը չհասցրեց շփվել, ոչ ընտանիքի անդամները, ոչ աշխատակիցները, ոչ աջակիցները, ոչ կուսակիցները, որովհետև ինչպես նրա հետ նույն ինքնաթիռում գտնվող ընդդիմադիր Նարեկ Մալյանը լրագրողների հետ ասաց, նրան անմիջապես կալանավորել են հենց ինքնաթիռի դռան մոտ։ Կալանավորել են մի հանցանքի համար, որ արել է 7 տարի առաջ։ 7 տարի արդեն 7.5 տարի առաջ։ Ու նոր են կալանավորել։ Ես այսօր ամբողջ օրը հետևում էի լրահոսին, մեկնաբանություններին, վայվույներին, Նարեկ Մալյանի ողբին, գովքին, Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ։ Քիչ մնում հանձնում եմ։ Գիտեք ինչ նման բանում։ Հանցագործը հերոսացվում է։ Մենակ նրա համար, որ իրան կալանավորողը Փաշինյան Նիկոլի իշխանությունն է։ Դուք կարող եք ասել, որ սա պատվիրված է, դուք կարող եք ասել, որ սա չգիտեմ, սա ասենք իր համար ընդդիմադիր քաղաքապետին շարքից անելու ճանապարհ, ոնց որ Գյումրիում արվեց, ոնց որ Փավաքալում արվեց։ Այն ինչ որ ասեք ճիշտ է։ Բայց դուք չեք կարող ասել Դավիթ Համբարձումյանը հանցագործ չի։ Ամենավատը գիտեք որն է, որ հիմա մարդիկ ուղղակի Նիկոլին չպաշտպանելու համար պետք է ստիպված պաշտպանեն հանցագործի, որ դեռ 7.5 տարի առաջ պետք է դատված լիներ։ Այսօր բացում, եթե 7.5 տարի առաջ դատված լիներ, 1 տարի 2 ամիս արդեն ինքը կլիներ ազատության մեջ, գուցե ավելի շուտ, որտեղ եղավ բան համաներում, 1 թե 2 անգամ եղավ։ Ամեն դեպքում ինքը արդեն ազատության մեջ կլիներ։ Բայց չի կարելի հանցագործին ասել, սա մեր փրկությունն է, հələ պատիվ ուներն են, որ պատիվ ուներ։ Այդ համայնք կա, չէ՞ մի հատ բանում, Նիկոլի ծառաների մեջ ազգային ժողովում։ Իրան պատկերացնում է վարչապետի տեխնացու։ Դուք ամոթ ունեք։ Դուք օգտվելով են հանգամանքից, որ չի վաղնա հակառակ կողմում։ Ինչքան հանցագործ կա, պետք է դերը դնել կողքը ասել, այնի ավելի վատն է, այս հանցագործն է ձեր ընտրությունը։ Դուք ուրիշ հերոսի անուն չունեք, այդքան վատ է ձեր ռեսուրսները։ Դուք 7 տարվա մեջ չկարողացաք ուրիշ, էլի ձեր կուսակցությունից թող լիներ, ուրիշ քաղաքապետ, գյուղապետ ունենալ, հա? Դուք գիտեք, չէ՞ որ սա քրեական գործ կարող է։ Դուք քրեական գործ ունեցող, դուք գիտեք Նիկոլի հետ, դուք այսօր պաշտպանվել եք, Նիկոլը ձեզանից բիժված կա։ Ձեր համակարգի ծնունդն է Նարեկ Մալյան։ Դու հո գիտես դու ինչ ես ծնել իդեմս Նիկոլի, որ ասում դու ձեր համակարգը, հա? Դու գիտես ինչ կարգի բիժված կա Նիկոլ Փաշինյանը։ Այս քան պահելա, հենց այսօրը մորթելու համար։ Ուռճացել, սնել, ձեր չտավել։ Պահելա այնտեղ, ես ասել եմ, հələ էլի ա լինելու։ Այն բանից հետո արդեն գիշերը պարզ էր։ Փարակալի համայնքապետի սպանության գիշերը պարզ էր, ինքը վերացնելու է բոլոր տեղերը, ինչքան ընդդիմադիր, ոչ թե ընդդիմադիր, ոչ ԿՊ-ական համայնքի ղեկավարներ տան։ Տարբեր ձևերով, վստահ եղեք, բոլորի վրա պապկեքը կա։ Դուք 7 տարվա մեջ չկարողացաք մեկին բերել, իմանալով անդերձ, սա քրեական գործ կա։ Մեկին բերել փոխարինելու։ Որ այս վիճակում չլինեիք, որ այսօր ստիպված չլինեիք Նիկոլ Փաշինյանին բան անելու, հակառակվելու համար գովեր քել, արա ինչ կարգի տղամարդ էր, իմանալով անդերձ, որ պետքա ձերբակալվեր, եկավ ձերբակալվեց։ Լուրջ։ Բայց դիտես մի հատ չափանիշ էր, հա։ Եկավ ձերբակալվեց ու դրանով եղավ իր տղամարդությունը։ Այն տղամարդությունը, որ ցուցարար երեխեք է ծեծում 18 թվականին։ Տեսեք ինչն է բանը։ Այն ինչ որ ես անում եմ, շատ ոչ պոպուլյար է։ Բացարձակապես ես գիտեմ, որ ինձ լսողների մեջ հիմա նստած են տարբեր ճաշակի մարդիկ։ Մեկը հիմա որտեվ կարող ասեն, դե ճիշտ է անում, որտեղ ծեծում են, որտեղ դա ֆեյք է հեղափոխություն էր։ Պետք կարող է լինի։
Եթե կարող է լինի, այսինքն գիտես ինչ որ հակառակը Նիկոլին պետքա պատժ կանել։ Նույնիսկ եթե հանցագործա։ Ես դեռ ուզում եմ հանձնեմ արդեն։ Ես չեմ կարող սուտ խոսալ մի բանի համար, ինչա թե իմ թշնամուն դա հակառակը աշխատելու։ Ես ինքս ինձ որ դավաճանեմ, ես ոնց կարամ իմ թշնամուն ասեմ դու սադիկա ես։ Եթե ես եմ սուտ խոսալու, ես ոնց կարող եմ իմ թշնամուն ասել դու սադիկա ես, որովհետև ստախոս ես։ Այդ դեպքում մի հատ հարց եմ ձեզ տալի։ Դավիթ Համբարձումյանին Աստվածասնողներ։ Այս տողերը կարդում եմ հնար, ասում եմ, որ այս մարդիկ։ Լավ, Դավիթին Աստվածասնողներ եւ Նիկոլին Աստվածասնողներ։ Շատ է ձեր մեջ տարբերությունը, դուք ինչ եք կարդում։ Երկուսն էլ սուտ եք խոսում, ի՞նչ տարբերություն։ Մեկը սեյրական մարդասպան է, մեկն էլ հանցագործ։ Մեկ ասեցի մարդ չի սպանել, հա, Դավիթը մարդ չի սպանել։ Չնայած։ Մեկ Մասիսի դեպքերը հիշում եք։ Մասիսի դեպքերը հիշում եք այն, որ մտել էր մեկը քաղաքապետարան բաները գրավել։ Հիշում եք ոնց սպանեցին։ Տեղում նա չհասցրեց նույնիսկ խոսար։ Ու փակեցին գնաց։ Դեսե պատանդել, դեսե սպանեցին։ Փակեցին գործը գնաց։ Տեղ։ Սուտը սուտ չի։ Ստի լավն ու վատը լինում, հա։ Այն հանգամանքը, որ ես ասում եմ դուք եկեղեցուն ձեռք տալու իրավունք չունեք, իսկ կյանքում չեմ ասել, որ բանը վեհափառը կաթողիկոսը անմեղը։ Կաթողիկոսը իմ պատկերացումներով ամենավատ կաթողիկոսն է։ Ես որ ասում դու իրավունք չունես, ես ասում օրենքով դու դրա իրավունքը չունես, ոչ թե ասում ինքը լավն է կամ վատն է։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Եթե մենք տշած ունենանք ամեն մեկս մեր հերթին օրենք, սահմանադրություն, ճշմարտություն, մենք իրավունք չունենք երկիր ունենալու։ Որտեղ այնքան սուտ ու կեղծիք ու կրկնակի ստանդարտ, որ լցված է Հայաստանի հողի վրա, այդ մաքրելու համար, գիտեք ինչա պետք լինելու։ Հուր ու կրակ։ Արմագեդոն, լավա, չգիտեմ, ցունամի, այդքան սուտ ու կեղծիք հայկական հողը ո՞նց է մարսել։ Ոնց։ Էդգար Էլբակյանը մի շատ հետաքրքիր տվյալներ է հայտնաբերել։ Ես ուզում եմ ձեր համար կարդամ։ Փաստորեն Հայաստանում դե յուրե գոյություն ունի շուրջ 43 կրոնական կազմակերպություն։ 43, որից ակտիվ գործում են 17-ը։ Ու ստեղ մի ամբողջ ցուցակ կա 17-ին։ Հիմա ես մտածում եմ, ինքն էլ ասում, որ այդ 17-ից ակտիվ գործողներից մենակ ռուսական ուղղափառ եկեղեցին է դատապարտել այն ինչ որ կատարվեց Կիրակի օրը եկեղեցու նկատմամբ։ Այսինքն ինչ կատարվեց եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցու իրական տերերի սահմանադրորեն իրական տերերին, տեսեք ես չեմ խոսում ճաշակից։ Լավն էին այդ քահանաները, վատն էին, հավատացյալ էին, հավատացյալ չէին։ Սահմանադրորեն իրական տերերի մուտքը արգելեցին եւ այն որ պետքա ապահովեր սահմանադրորեն իրական տերերի մուտքը այդ եկեղեցի ինքն էլ արգելեց, այսինքն տեղի ունեցավ սահմանադրական կարգի խախտում, հանցագործություն։ Հիմա այդ հանցագործությունը դա իրավական կատեգորիա է, ճաշակից դուրս է դա։ Ես սիրեմ կաթողիկոսին, թե չսիրեմ, ես չեմ կարող չասել, որ սա հանցագործություն է։ Ես կաթողիկոսին չեմ սիրում։ Գարեգին իմ համար կաթողիկոս չի։ Եթե մեկը կա դեռ չի պատկերացնում, նորից կրկնեմ, Գարեգին իմ համար հեղինակություն չի։ Ես դրա համար էլ ու իրան նմանների պատճառով էլ ես այս եկեղեցու հետևորդը չեմ։ Ես իմ պատկերացումներն ունեմ այս ամեն ինչի մասին, բայց ես իրանց պատարակներին չեմ գնում, իրանց հետ ես հարգում եմ ամեն մեկի զգացումը, ես այդ իրանց հետևորդը չեմ, հենց իրանց պատճառով։ Բայց ասում եմ, այն ինչ որ կատարվում է իրանց նկատմամբ, դա հանցագործություն է, ախպեր, դա օրենքով չի կարելի։ Հիմա այս հանցագործությունը նկատել է մի կազմակերպություն, մենակ ուղղափառ եկեղեցին Ռուսաստանի։ Այս 16 եկեղեցիները լուրջ մտածում են այս ուխտը իրանց դուրը չի չոքելու։ Ես ասեմ, արդեն Նիկոլը սուրբ հավատ։ Իրան համատում են սուրբ հոգու հետ։ Եթե մեկը չի հասկացել ինչա կատարվեց, ինչ կատարվեց
Կիրակի օրը ես նորից բացատրեմ։ Լավ, ասեմ մի քանի անուն տամ։ Կալիգուլա, Ներոն, Լենին, Նիչե, Հիտլեր ու Նիկոլ Փաշինյան։ 6 անուն տվեցի։ Այս հրամասին խոսալու եմ ամենավերջում։ Ինձ ասեք, այդ 6-ին ինչն է միավորվում։ Ինչն է միավորում այդ 6-ին։ Դա մասին։ Այդ կատարվեց այս Կիրակի օրը։ Մարդիկ երևի չեն գիտակցում ինչ կատարվեց։ Այս Կիրակի օրը դա եղել է։ Ես դա մասին խոսամ ամենավերջում։ Հիմա այս հանցագործությունը տեսել ընդամենը 17-ից 1-ը։ Հարգելի մնացած կրոնական կազմակերպություններ։ Եթե դուք Աստծուն հավատում եք, փաստորեն դուք Աստծուն չեք էլ հավատում, որովհետև Աստծուն հավատալ նշանակում է, լսի, արդարության կրողը լինել։ Արդարության համար, եթե պետք է նույնիսկ նահատակվել, արդարություն դա Աստված արարիչն է։ Դու ո՞նց կարող եք արդարություն ուրանալ։ Ու չնկատել։ Հիմա դուք էլ կարող եք կոչվել կրոնական համայնքներ ու մտածել, որ այս նույն բանը ձեր նկատմամբ չի կատարվելու։ Ինչի՞։ Ինչի օրինակ, ինչի պետք է չկատարվի։ Արցախցիներն էլ վստահ էին, որ իրենց ոչ մեկ իրենց տաներից չի անելու, անեցին։ Հետո մարդիկ ասում են դերա, Արցախատանին ոչինչ։ Հəլետի հասկացանք, բա մեզ չի հանում տնից, ոսկեպարում, իրաց վերսին տնից հանին, ու էլի հանելու են, դեռ չի վերջացել հանելու process-ը։ Հետո մի օր ասում են եկեղեցին արդեն ձերը չի, չնայած կադաստրով ձերն է, բայց թքած ունեն կադաստրի վրա, ձեր վրա է։ Կներեք զանգի համար։ Հիմա այս ուզում եմ լսենք։ Ի լրումն ամեն ինչի։ Անցնում ենք Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Ինչ որ դուք տեսնում եք, սա Վառնայի հոգևոր հովիվն է, Արմեն Մելքոնյան։ Լսենք։ Աստված օգնական Տեր Արմեն։ Ողջույն եւ Աստված բավարար Ժիրայր ջան։ Կարծում եմ հետևեցիք Կիրակի օրը տեղի ունեցած պատարագին, որը մատուցում էր Հովանավանքում Տեր Արամը, որին կարգալույծ էին արել օրեր առաջ Մայրաթորից եւ վարչապետներ ներկա, բարձրաստիճան պաշտոնյաներ, մարդիկ էին հավաքվել, բավականին նաեւ ներսում թե դրսում հետևում էին պատարագին, հայտարարություններ եղան, որ պատարագը չի կարող լինել ընդունելի, այն կեղծ է եւ սրանով մեծագույն հարված է հասցվում հայոց եկեղեցուն ու նման բաներ, հա։ Նախ սկսենք նրա ակալույց եղած քահանան պատարագ է մատուցում, որին ներկա է գտնվում երկրի բարձրաստիճան ղեկավարությունը։ Ներդին ես հայտնեմ իմ ուրախությունը եւ գոհունակությունը այսօրվան իրադարձություններուն եւ ես կհիշեմ արաքելական առաջին եկեղեցին, երբ որ հիմնվեց։ Ուրախա եւ գոհա ու ինչ որ հետաքրքիր բան է լսում, մի հատ հիշում լսում։ լսում։ Սուրբ Գիրքը մեզ պատմում է, որ բոլոր արաքյանները եւ ժողովուրդը միասիրտ եւ միահոգի էին։ Այդ օրը ուրեմն հիմնվեց առաջին քրիստոնեական արաքելական եկեղեցին։ Եվ ես այսօր, երբ որ հետևեցի այդ իրադարձություններում, պատարագին, վարչապետի ներկայության եւ այս խորներով բազմության, ուղղակի հոգիով գնացի արաքելական շրջանի առաջին եկեղեցին, որտեղ միևնույն բովանդակություններ եւ միևնույն հոգիներ։ Բա այն ժամանակ է, չգիտեմ ով է եղել, ինչ նկատի ունի այդ ժամանակը թագավորն ով է եղել։ Թագավորն էլ է եկել բոլոր ոստիկաններով, այսինքն որ sense քաղաքացիական հակուսներով, այսպես դեմքերով, որ իրական տերերին չեն թողել մտնի եկեղեցի, երևի, հա, բերել է, ասել արեք, ճիշտ է, ես ձեր համայնքի 5000 երեխա տարասպանեցի, բայց ես ձեր թագավորն եմ ու բացառապես իր զորքով գալիս է մտնի եկեղեցի, նույն բանն է եղել, այս մարդը ոգևորված է դրանով։ Ոգևորված է սրանով, ես հիշացնում ով է դրա պաշտպանը։ Ոգևորված է։ Նիկոլական եմ, ես ինքս ու հպարտ եմ, որտեղ ես մեծ հարգանք եմ վայելում, ես գոմիկ եմ, ինքս նիկոլական եմ, մեծ հարգանք դե Ժիրայդի հետ եթե հարցազրույցի մեջ է, ինքը նշանակում է ինքն էլ մեծ հարգանք է վայելում այս աջակիցներին ու ինքը այս աջակիցների մեջ ու ինքը նույն բանը տեսավ, այն ինչ որ եղել է, չգիտեմ, այս ինչ դեպք է նկարագրում, հենց է խոսում ոնց որ հենց այնտեղ կանգնած էր եղել։ Հենց այնտեղ կանգնած է եղել ու նույն հոգին է տեսել։ Եվ ինչ հա տեսել հետաքրքիր է, այդ որ ասում է հոգին է տեսել, ես ուզում եմ մի հատ բան անենք, էլի
Այն ժամանակ էլ Աստված ուղարկել այդ Շատ լավ, դուք միստիկան, այս հարցին եք խնդրեմ պատասխանել, դուք եք հա հրավիրել իրենց թե Ոչ։ Ինձ թվում է Աստվածը հրավիրել։ ոստիկաններին Աստված է։ Այո։ Հա, Այդ մտքին եմ։ հա, այո, հա, Արմեն Մելքոնյան։ Դու ես չէ՞ մտքին, որ ոստիկաններին Աստված հրավիրել։ Եվ այդ ոգևորությունը երևի դրանից է։ Ասեմ մի քիչ ուրիշ բան է, երևի այն նույնքան ոգևորված ես նաև շարունակությունը, բայց լսենք, հա, մինչև շարունակությունից խոսանք։ Արաքյանները ժողովրդի հետ միասին հավաքվեցան մեկ սիրտ եւ մեկ հոգի։ Մեկ սիրտ, Չկար մեկ դեր հոգի։ մեծ, չկար փոքր, չկար այս արաքյալը ավելի մեծ է, այս արաքյալը ավելի գրծեր է։ Բոլորը հավասար միասիրտ եւ միահոգի։ Եվ այսօր անգերձ եմ ասում, եւ որ հետևեցի պատարագին, ես հիացած եմ Ժիրայր ջան։ Ես հիացած եմ եւ շատ հուզված եմ։ Ինչու՞։ Հուզված եմ, որ մենք առաջին անգամ լալով տեսնում ենք անգախացած մեր երկրի մեջ մի վարչապետ, մի իշխանություն, որ ամբողջական խոնարհությամբ ներկա է եկեղեցու մեջ։ Ես ուզում եմ մասնագետներին դիմել, էլի։ Ես այդ գործի մասնագետը չեմ, բայց լսենք մասնագետներին։ Մարդիկ ֆիքսել էին էլի այդ տեքստը, ես այդ տեքստը չեմ լսի կյանքում։ Ֆիքսել էին, որ օրինակ կարգալույս հռչակված անձը Հովանավանքում ելույթի ժամանակ ասել է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ գործող մարդիկ Սուրբ Հոգու դեմ մեղք են գործում։ Երևի Արմեն Մելքոնյանը ինքն էլ այդպես կարծում, հա։ Ըստ որ ավետարանի աններելի է։ Աններելի է նման բան։ Նիկոլ Փաշինյանի դեմ գործող մարդիկ Սուրբ Հոգու դեմ են գործում, ու դա աններելի է։ Արմեն Մելքոնյանը եւ դա այդ համացած, հա։ Համարյա բաց տեքստով ասել է, որ Աստված հավասար է հայ ժողովրդի հետ, խոսում է Նիկոլ Փաշինյանի բերանով, Սուրբ Հոգու բերանով է խոսում։ Երևի Արմեն Մելքոնյանն էլ վաղվանից կամ արդեն ինքը սկսել է ամեն օր, հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույ Սրբո ասելու փոխարեն ասի հանուն Հոր եւ Որդվո եւ Սուրբ Նիկոլի ամեն։ Եվ ինքը դրա համար է շատ ոգևորված։ Գնանք տենանք ինչ ասում։ Ես երբ որ տեսա, որ մեր վարչապետը իր կողքի նախարարներով ձունգի եկած խոստովանանքի ժամանակ, ես այդ պատկերը չեմ փոխի ոչ մի արժեքի հետ, ոչ մի արժեքի հետ։ Հիմա պիտի ասենք կամերաների առջև է, չգիտեմ ինչի հետաքրքրում։ Ես տեսա մի խոնարհ վարչապետ, մի քրիստոնյա կառավարություն, որ իր ամբողջ սրտով եւ հոգով այնտեղ ներկա էր աղոթելու եւ վերջ։ Ինքը մի քրիստոնյա, բացառիկ մի քրիստոնյա։ Բանա տեսա։ Հասնավորությունն է տեսա։ Սա ասում է մի մարդ, որ ակնհայտ ինքը բանա ցեղասպանության սերունդ է։ Վաղնայում Բուլղարիայում մնացած, որտեղ մենք մեծ համայնք ունենք։ Այս Արմեն Մելքոնյանի հարցի լուծումը, իհարկե ես հուսով եմ, որ ինքը կփիլոնա զրկվի շատ արագ։ Եվ մնացած հարցի լուծումը տեղի համայնքի ձեռքի գործն է արդեն։ Այս պիրսը պետք է շարունակի տեղ մնալ թե ոչ։ Այդ հավատացյալ քրիստոնյա վարչապետը, որը տարավ հավատացյալ ժողովրդին սպանելու ստով, որ հետո ասեր, ես կարայի կանգնեցնեի պատերազմը, բայց այդքան զոհեր չեն լինի։ Պարզ ասել, ես եմ տարել այդ մարդկանց սպանել, եւ ես նախօրոք էի որոշել, որ դա Ադրբեջանն է եւ պետք է սպանեի։ Եվ դու հələ պետք է մտածեն քո նախնիներին ինչու են ցեղասպանել։ Կարող է դու ես մեղավոր որ քեզ ցեղասպանել են այս սրիկա։ Եվ վստահ եմ, որ դու արդեն քո եկեղեցու կամ տան, չգիտեմ, հա, բոլոր պատերից արդեն հանել ես Մասիսի նկարներ Արարատի։ Այլևս դա քո համար արժեք չի։ Այսա դու ստիպված ես լինելու։ Դու ստիպված ես լինել կրոնոտ էլ փոխել, որտեղ դու քրիստոնյա չես կարող մնալ։ Որտեղ քո դավանած ները քրիստոնյա չի, բացարձակապես։ Կամ եթե քրիստոնեությունը դա է, սերական մարդասպանությունը, ուրեմն ես քրիստոնյա չեմ։ Ուրեմն դու ես նույնը։ Ստեղ ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում։ Խոսքերս չի բավարարում։ Իսկ երկրորդ ես իմ քննադատն եմ հողում դեր Արամին, այդ գազագերբած այդ մթնոլորտի համար եւ ամենահետաքրքրավանապար դուք տղտագիցները որ նայեցիք Տեր Արամին, որ մի օրվա տարբերություն ստում է եւ ասում է քահանան չի կարող ստել։ Չի կարող ստել։ Դե հիմա սուտ ասել է, եթե քեզ ասել են քնչականից սուտ մի ասա, ուրեմն դա սուտ չի։ Չի։
Դուք հասկանում եք, այ ողորմ է լինել, որ ձեր նմանների պատճառով է, որ իմ նման մարդիկ եկեղեցի չեն գալի։ Այ քոսոտներ, դուք հասկանում եք ով եք դուք։ Հա։ Ոնց կարող է իրան հարգող մարդը մտնի քո ձեռքը համբուրի, քեզ ասի Տեր հայր։ Ստախոսը ոնց կարող է լինի ինձ համար Տեր հայր։ Դե իմ նման մարդիկ մեկուսանում են, հեռանում են եկեղեցուց։ Իրանք իր ես իմ Աստծո հետ կապը սպահելու համար քո նման ստախոսների կարիքը չունեմ։ Քո նման Արամիկի նման, Կադիրով պաշտորների նման, Պուտին պաշտորների նման, ձեր կարիքը չունեմ, որտեղ որ սուտ կա, ես տեղից հեռու եմ։ Ես այսօր Փաշինյան Նիկոլի դեմ դուրս եկած ստախոսներին եմ ասում, արա չի կարելի նույն դեմքով, նույն գործիքով ների դեմ կռվել։ Դուք բոլոր ների հետևորդներ եք։ Խաչը վզին կախած ների հետևորդ, ստախոս։ Շատ բան չնկատեցի։ Առաջին անգամ լինելով մեր եկեղեցու մեջ, եւ որ հիշադակվում է բարեբաշխ տակավորած եւ աստվածասեր իշխանած այդ մասը, բուրվարագիրը դարձավ դեպի մեր վարչապետը եւ խնգարգեց վարչապետին։ Ինչ չի եղել մեր պատմության մեջ։ Սա առաջին անգամն է 30 տարվա մեջ, որ մենք արդեն ապրում ենք որպես քրիստոնյա երկիր։ Հասկացաք, ինքը որ պահի շուռ է եկել առաջին անգամ պատմության մեջ եղավ եւ վերջ մենք արդեն քրիստոնյա երկիր ենք։ Հասկանում եք, միջև այդ մենք քրիստոնյա չէինք։ Ուղղակի մենք հիմա հասկացանք քրիստոնեությունը որն է։ Եթե այդ պահի շուռ են գալի բոլորով քեզ, ուրեմն դու քրիստոնյա ես։ Եթե շուռ չեն եկել, ուրեմն դու քրիստոնյա չես։ Մենք հիմա հասկացանք արդեն այս ների վկաների համար ինչ է նշանակում լինել քրիստոնյա։ Սուտ խոսել ու ժամանակին շուռ գալ բուլվարը վրա։ Վարնայի բնակիչների ձեռքի գործն է սրան պահել, թե չպահելը։ Բայց ես ուզում եմ վաղը լսեմ հրովարտակը, որ հերթական ստախոսը ճշմարտության դեմ մեղանչողը վռնդվել է եկեղեցուց։ Միջև չվռնդվի, չմաքրվի ստախոսները եկեղեցուց, ես այդ եկեղեցի չեմ մտնելու։ Եվ որպես քրիստոնյա իշխանություն, ով ինչ քրիստոնյա իշխանություն։ Այո, քրիստոնյա իշխանություն, այն որ 400 բանական համալիր հանձնեց Թուրքին, դա քրիստոնյա իշխանությունն է։ Այն որ արշավը կազմակերպել հոգևորականների դեմ, ահաբեկելով երեխեքին իրանց կանանց, օգտագործելով անթույլատելի միջոցներ, այ հենց դա քրիստոնյա իշխանությունն է, ժողովուրդ ջան։ Մենք սխալ պատկերացում ենք ունեցել քրիստոնյա իշխանության մասին։ Ամենամեծ նզովքը այս լեգիտիմացնողների նկատմամբ, ես հոգևորական չեմ, ես չեմ կարող նզովել, ես իմ աշխարհիկ տեսակետն եմ ասում։ Ով նման ստախոսից ձեռքը կբռնի, նման ստախոսից չգիտեմ օրդություն կստանա, կամ նա անուղեղ է, կամ ուղղակի տեղել չի սա ով է։ Իմ համար Աստված եկեղեցի դրանք մի կողմ են, սուտը մի կողմ է, դա չի կարող մի տեղ լինել։ Չի կարող։ Դամանը չեմ գնում եկեղեցին ու զորով չի։ Ասում են, դեր Արամի բادرակը չեղյալ է, ով որ գնաց ընդեղ անիծված է, ով որ գնաց ընդեղ հերետիկոս է, ով որ ընդունում է հերետիկոս է, եթե այսօրվա իրադարձությունները ընդունելով դա հերետիկոսություն են համարում, ես հրճակվում եմ ինքս առաջին հերետիկոս։ Որովհետև ես ընդունում եմ այդ բոլոր եղավը։ Պարզա, քո հետ նաև այս երևույթը։ Քո հետ նաև այս է։ Ես ինքս ու հպարտ եմ, որտեղ ես մեծ հարգանք եմ վայելում, այս գոմիկ եմ։ Ու ինքը հպարտ է, մեծ հարգանք է վայելում Նիկոլականը։ Ու դու քո զրուցակիցի հետ։ Հիմա այլ մասնագետ եմ ուզում խոսքը տամ։ Այդ թող իրանք ասեն, էլ այսօր մասնագետները թող խոսեն։ Հերետիկոսների մասին։ Տեսերո Պազարյանը շատ կարևոր հարցեր է տալիս։ Նիկոլ Փաշինյանը մկրտված է հերետիկոս։ Հա? Վստահ ես, որ նա մկրտված է։
Իսկ եթե ոչ, ապա ինչ իրավունք ունի որպես ոչ քրիստոնյա, ոչ առաքելական ներկայացնելու որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, մանավանդ քիթը խառնել այնտեղ ու սահմանությամբ անգամ իրեն թույլ չի տրվում դա, հա? Դու լսել ես օրենքների մասին։ Լսել ես այն մասին, որ Քրիստոսն ասում է Աստուն, Կեսարին է Կեսարին։ Լսել ես դրա մասին, այ հերետիկոս։ Այ ես հիմա քեզ ստիպած հոգևոր դասեր պետք է տամ։ Սկսեցի շոկել արդեն։ Ամբողջ տարվա մեջ քանի անգամ է առաքելական հավատացյալ եկեղեցու Նիկոլ Փաշինյան գնացել ապաշխարելու։ Ստացել բանա հաղորդություն։ Հարց։ Քանի անգամ տեղ ես դու։ Սեպտեմբերի 24 թիվ սուրբ մերոնորդ ներքին տոնին ներկայացավ Սուրբ Էջմիածին այն ժամանակ վեհապար հայտարարը Գարեգինն էր, չէ՞, կաթողիկոսը։ Այն ժամանակ կաթողիկոս էր թե արդեն կրճիչ էր, որի գնացել են մերոնորդ ներքին, հա? Եթե կրճիչ էր, ինչ էր գնացել։ Պիղծը, հա? Այդ դրա կնիկ իր կինն, հա? Թե սիրուհինը։ Հարց այ հերետիկոս, ես հասկանում եմ, որ հերետիկոսները թքած ունենան։ Նրանք ոչ եկեղեցով են ամուսնացած, ոչ զաքսով։ Հիմա դա իր կինն է, թե ինքը ինչ-որ մեկը զուգակցում է, կենակցում է օրենքին հակառակ։ Ու այդ երեխեքին ո՞նց է կոչում ձեր մոտ հերետիկոսներով։ Ո՞նց է կոչում։ Այն որ գնում է Վատիկանում օրդություն է ստանում։ Կաթոլիկ եկեղեցու։ Ո՞նց է առաքելական եկեղեցու հետևորդը գնում դեր։ Եվ հակառակը չի կարա լինի։ Դու կարաս մտնես եկեղեցի քո համար դուրս գաս, ես մտնում դուրս եմ գալի։ Բայց եթե երբեք չեմ գնում օրդություն ստանալու։ Ես եթե եկեղեցու հետևորդը չեմ։ Այ հերետիկոս, այդ հարցի պատասխան ունես թե չունես։ Եթե արդեն ինքը Սուրբ Հոգին է, եւ քահանաներն էլ իրենց եղբայրներն են։ Ո՞նց է քահանաներին ինձ ստանում։ Ո՞նց է այս քահանաների նկատմամբ այդ բռնությունները կիրառում։ Հարց եմ տալիս քեզ, այ հերետիկոս, ես էլ վերջի դեպքը։ Տեր Փարենին 26-ին է, 26-ին է եղել։ Ո՞նց։ Ես հարց եմ տալիս քեզ, ո՞նց։ Այն բյուրականի համայնքի քահանային իր երթին գիշերը ահաբակելով երեխեքին, կնոջը։ Գնանք առաջ։ Ես վերջինը պետքա կարդամ, վերջինը չէ, ես արագ անցա ուղակի, ես Տեր Բազալյանին առանձին կհրավիրեմ, ես ամեն ինչի մասին կարծիք ասելու համար, բայց ես վերջի մասը ուզում եմ կարդամ, ինչքան կարողանամ։ Եթե վեհապարը մեղանչական է, հա? Ապա քանի մարդ է կյանքում վեհապարը սպանել։ Հարց եմ տալի։ Ասում է երեխա ունի։ Հələ ինքը երեխա չի սպանել։ Քանի օքոա կոտոր է սպան է հաշմանդամ դարձրել։ Ազգը պարակտել հայրենիք վաճառել կամ հողեր նվիրել Թուրքինի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որի ազգասպան հայասպան ստախոս դավաճան բռնատիրական ընթացքով հայրենիքա վաճառել ազգը պարակտել, բոլորին ստել, Արարատ ցեղասպանություն եւ սրբությունները ուրացել եւ 5000 երիտասարդ սպանելով, որոնց հոգիները Աստծո դիմաց ահավոր աղաղակում են իրենց արդար արյան համար։ Հարց այ հերետիկոս։ Ես ավել չեմ ընդարձակվի ստեղ։ Իսկ թվում է ցանկացած մի քիչ բայական մարդ ինքա պետք է հասկանա արդեն ինչ է իրաց ներկայացնում այս հոգևորական կոչվածը, որը խոսում է իր նման մեկի հետ, որ ոչ սեր ունի, ոչ ազգություն ունի։ Սա նույնն են իրանք։ Սրա խնդիրի լուծումը ես կարծում նույնիսկ պետք է չհասնի հերթը Գարեգինի։ Սա վաղվանից պետք է ուղղակի վախենա փողոց դուրս գանց։ Վառնայում իր այդ համայնքը պետք է վզից վերցնի ու շպրտի աղբար կղը։ Աղբար կղը ուղղակի։ Որտեղ ոնց կարելի է մտնել սրա մոտ պատարակի, երբ որ դու գիտես դիմասատ կանգնած է հերետիկոս ստախոս ուղղակի։ Ստախոս, որ փառաբամել է, որ Սուրբ Հոգի է տեսնում Նիկոլի մեջ ու համաձայնել է Տեր Արամի հետ, ըստ որի միլիցեքին Աստված է ուղարկել։ Ու ինքը սուտ չի խոսում, երկու օրա մեջ տարբեր բաներ խոսալով։
Դեսի ծանոթ մեր վիճակ։ Վայելցեք։ Ոնց ես կարողանում լռել։ Նիկոլը Մերոնի թույն է խառնել։ Ջրիդ արդյունքդ է խառնել, հացիդ որդիների տարյունը։ Ու դու դեռ այդքանից հետո ասում ես. ես իմ ինչ, ես իմ ոնց, ես իմ ում եք ուզում գա, ես իմ ինչ եք ուզում անեք։ Միակ բանը, որ փորձում ենք դեռ 5-6%-ս, որ առայժմ դեռ հույս չունեմ, որ երկար կձգվի, բայց առայժմ դեռ բերթերուն չենք։ Այդ 5%-ս, որ հիմա դեռ կարողանում ենք մեր խոսքը ձեզ հասցնել, փորձում ենք ընդամենը ասել, ուշքի արի։ Մեկ կարող ասի, որ այս երեխեքի անունը չի խմել դա։ Իհարկե եթե նա հերետիկոս Արմեն Մելքոնյան չի։ Սատանա ուղղակի, էլի հասկանում եք։ Ես երբ որ հասարակ մարդն է սուտ խոսում, դասում առօրյա կյանքի մեջ իր կենցաղի մեջ, դա վատ է։ Խաչը վզին սուտ խոսացող, դա ներն է, էլի, ոնց ասեմ, ները ուրիշ ոնց է լինում։ Ձեզ հետ ներ իր կոդոշներով է գալի, չէ։ Խաչը վզին սուտ խոսալով, էլի։ Բա ները ուրիշ ոնց է լինում։ Նիկոլի նման։ Ասուանո տալով սպանելով, ուրիշ ոնց է լինում ները։ Սա էլ է այդ Տեր Արամը։ Պատրուշևի խոսքերն է տարածում։ Սա բեսամ Նիկո, բեսամ Պուտինից է։ Պուտինից եկող մարդ չի տեսնում, Պուտինից ու Կադիրովից եկող մարդ չի տեսնում։ Հետո Նիկոլից է գողոքում, սա բոլորը նույնն են։ Բոլորը նույնն են։ Այդ Արմեն Մելքոնյան, դու ես չէ՞ կարծիքի։ Ուրիշ չէր կարող լինել։ Էս բորփին նայեք, ասում եմ, տվյալ քահանան մատուցեց հագեցած ծառայություն։ Սուրեն Թովմասյան։ Ինձ մեկը կբացատրի ինչ նշանակում հագեցած ծառայություն մատուցեց։ Տիպիկ զտարյուն քպեական։ Ինչ ասես կասել, հագեցած ծառայություն մատեցոլը ո՞րն է։ Հա, հերետիկոս Արմեն, դու կիմանաս, դու հագեցած ես ծառայությունդ մատեցում, թե գլխառատ ես անում։ Ինքն էլ իծնե բոլոր պատարակներին ներկա է եղել, այս մեկը հագեցած էր։ Ինչով է հագեցած, միլիցեքով։ Հա, մարդկանց բերանը փակելով, ջարդելով եկեղեցուց դուրս հանելով, որը արդարադատության նախարարը չի տեսել այդ մարդը տեսման։ Տարբեր տեղերից ավտոներով, հոտի նման քշելով եկեղեցի, դա հագեցած է։ Ու քանի անգամ եկը տենց անելու հագեցած պատարակներ։ Միջև սաղի դուրը չոքի են, ինչից վախեցել այս քպեական աշարքային։ Վախեցել է երեխեքում։ Ճիշտ եք անում, վախեցեք։ Ուղղակի մի կողմից մտածում եմ մի քիչ ուշ արդեն դրա համար, ճիշտ եք անում, որ վախենում եք։ Ես հուսով եմ ես շաբաթ օրը կարող եմ ուղղի եթերում բան ունենալ։ Հարց ու պատասխան։ Տեսերով հետ եւ ինքը կպատասխանի ձեր բոլոր հարցերին այդ աղմով։ Ու ընթացքում են Արևմտյան Ադրբեջանի համայնքը Բրյուսելում արդեն վերադարձի իրավունքի մասին է խոսում։ Բա, հերետիկոս, ինչ ես ասում դրա մասին։ Ինչ կարծիք ես։ Մենք Արցախ վերադառնալու մասին չենք խոսում, փակել ենք թեման, որտեղ վտանգավոր է։ Ադրբեջանը ուզում է գա ձեր տուն։ Ու ես մի բան հետաքրքիր է, էլի, հերետիկոս Արմենը ինչ կասեր, եթե վաղը Վարնայի իշխանությունը, չգիտեմ, ասենք տեղի բուտկեկի աշխատողներին թողներեն ինձ իրանք, ասես բեր է լցնել եկեղեցի, իրանց ոստիկաններով, Արմենին ասեն վերջ, դու ստախոս ես, դու երեք եթերում են Անսեր Ժիրոյի մոտ սուտ էիր խոսում, վերջ, դու ես եկեղեցի իրավունք չունես մտնելու։ Ինչ կասեիր դու։ Հերետիկոս Արմեն։ Մեկն էլ կարծես փառաբանվեց սիրտս, ո՞տ է սա դա։ Փառաբանվեց, հա։ Չէ, դու չէր, քո սիրտը չէր փառաբանվի։ Միջև Եվրոպայի եւ աշխարհի բոլոր ինստիտուտները դուրը կծեծեիր, կասեիր, ես իրավունք ունեմ, սա հայկական եկեղեցի է, սա օրենքով պատկանում է, ոնց կարելի է օրենքն ու սահմանադրությունը խախտել, ոնց կարելի է մարդու հավատի իրավունքը խախտել։ Հա։ Չէ՞ խղճի ազատություն կա։
Բուլղարիաները ստորագրելա չէ դրա տակ։ Ոգևորված ծափեր տալու։ Եթե իմանա կարող է վառնա իշխանությունները ականջար լուր լինեն։ Ասում են լավ տարածք է։ Չենք թողել էս հերետիկոսը տեղ բիզնես անի։ Մեկը ինքը համաձայն է, ընդունում է, որ կարելի է պետության ուժով, ոստիկաներով գալ ու խլել եկեղեցին։ Քեզ էլ ասել, հենա դու եք սուտ էիր խոսում, փաստերն էլ կա։ Դու էլ վերջ իրավունք չունես եկեղեցին մտնելու։ Ինձ տակսկիր է ոնց կլիներ, էլի ոնց կվերաբերվեի դա։ Սրանք էլ ասում են չի բացառում, որ առաջիկայում էլի փաստարկներ, հանգամանքներ հայտնվեն համացանցում։ Հերետիկոս, ինչ կարծիք ես, որ արդեն բոլորի տներն են նայում։ Օրենք չկա։ Տուն, մեքենա, աշխատասենյակ, ննջարան, լողարան։ Ձեր մոտ բան չկա, չէ՞, սահման չկա։ Ստորության, ամեն ինչ հնարավոր, ամեն ինչ կարելի է։ Իրանք ասում են էլի է լինելու, ինչ խնդիր է։ Հա? Ասում խնդիրը եկեղեցու չէ, կուսակալության ուխտը խախտած ամենանայոց կաթողիկոսի եւ մի քանի բարձրաստիճան հոգեվորականների մասին է։ Կուսակալության ուխտը խախտելը լավ արել։ Մարդ չի սպանել, ողորմելի չնչին արած։ Հայաստան ունի սահմանադրություն, լսում եք հերետիկոսներ։ Հա։ Ես հիմա ես օրենքի կողմն եմ։ Ես իրականության կողմն եմ։ Կեղտուտ կերդեք։ Սացվասին ինչ կասեք։ Հերետիկոսներ։ Ձայն հանեք, արա ձեր հայրենակիցն է։ Փտում է հիմա Բաքվի բանտում արդեն 3 տարի է վարդը։ Երկու։ Ձեն հանեք բա։ Փառավոզվում է, չէ՞ սիրտդ, որ վարչապետը ընդհանրապես մոռացել է, ասում է, սրանք օրակարգ չեն կարող լինել, բա ոչ ջղայնանա Ալիևը։ Հա, հերետիկոս։ Ձայն հանեք բոլորդ։ Նիկոլի վկաներ, ձայն հանեք։ Այս մարդը իրավունք ունի կյանք ապրելու։ Այս մարդը ռազմական հանցագործ չի, բան չի։ Իրավունք ունի ապրելու, թե չէ։ Սան ինչ կասես, հերետիկոս Արմեն։ Եկեղեցին քանդում է, հուշարձանը քանդում է, Ալիևին ու Էրդողանին էլ բերում է։ Քանդած է հուշարձանը։ Տեսեք, ձեր պատին քանդել եմ։ Անենց են քանդե, որ սա միջև ապրիլի 24 չի վերականգնվելու։ Ինչ կասես, հերետիկոս Արմեն։ Վստահ եմ, քո հոգին փառավորվում է, երբ որ այս տեսարանները տեսնում ես։ Մեկը դու կաթողիկոս չես դառնալու, այ փնթի։ Միևնույնն է։ Քեզ էլ համայնքդ վզակոտի տալով շպրտելու է դուրս, եթե այդ համայնքում բարոյական մարդ է մնացել։ Դա եմ ասում, թող մնան նրանք, ովքեր բարոյապես չեն մեռել։ Խնդրում եմ, վառնայում ով կա կողքերը, դրեք թող նայել ես ամեն ինչ էլի։ Թող իմանան, ում դուրն են բացելու, վաղ ում ձեռն են ամփյուրելու, եթե տես բան կա։ Սրա համար էլ է, չէ՞ սիրտդ փառավորվում։ Որ մարդիկ չեն հավատում էլ արդարադատությանը։ Չէ՞ տենում են ինչա կատարվում, ինչ արդարադատություն։ Ինչ արդարադատություն։ Ով ում պետքա սպանում է։ Վերջում պետությունն է սպանում։ Դատ չկա, դատավոր չկա։ Կարող ես ինքնադատաստան անել, ուրեմն կլինի մի բան։ Չէ, ամբողջ կյանքդ պետքա սպասես արդարության։ Սիրտներդ փառավորվում է, չէ՞ սրա համար հերետիկոսներ։ Հայաստանը վերածել եք մի երկրի, որտեղ ոչ Աստված կա, ոչ օրենք։ Հայաստանը ասես վիճակում երբեք չի եղել։ Մենք եղել է, որ պետականությունը թույլ է եղել, անիշխանություն է եղել ամեն ինչ եղել է, սով, մութ, սուրբ, բայց անաստվածություն չի եղել։ Հիմա վերել եք անաստվածության, մարդիկ էլ ոչի բանի չեն հավատում։ Չէ, տենում են էլի, տենում են ինչ է կանում։ Սա պատասխանը կարողանալու եք տակ հերետիկոսներ։ Թե ձեզ մտածում, թե ձեզ թվում է այս ուխտը ձեր դուրը չի չոքելու։ Մարդիկ արդեն դատարանում են մարդ սպանում, մարդիկ եկեղեցում են մարդ սպանում։ Օրական երեխա է կորում, մարդ վախենում է Facebook-ը բացի։ Հայաստան դարել այդ երկիրը։ Դուք սա պատասխանը կարողանալու եք տալ։
Սա ձեզ չի ներբերու։ Եթե մի հոգի էլ մնա ձեր չնելով, դա լինելու եմ ես։ Եթե բոլոր աշխարհի բոլոր sense բոլոր ասեն դե լավ, դե մի բան եղել է, ես ձեզ չեմ ներելու։ Սրասն է։ Ձեր առանձնատան մասին եմ ուզում հարցնել։ Դուք Նորքում բավականին մեծ այսպես առանձնատան։ Իսկ կներեք, ես այդ առանձնատունը չէ, կներեք, դուք հիմա պաշտոնյա եղած ժամանակ에 Էս են էր, որ մի հատ լիարժեք պատարակ էր տեսել։ Լիարժեք, հազիվ մի հատ այդպես պատարակ։ Նույն զիմիլ։ հայտարարագիրը լրացված է, խնդրում եմ բացեք հայտարարագրից նայեք։ Հարգելիներս, ախր ինչ կապ ունի, ինչը պատմեմ։ 2019 թվականին, երբ որ պաշտոնի նշանակված չեմ եղել, աշխատել եմ ոնց Համապատասխանատապատման տեխնիկական ընկերությունում Ոչ, սխալ եք մեկնաբանում։ Ես միշտ մասնագիտական ոլորտում ծառայություններ եմ մատուցել, եղել եմ ամբիոնի վարիչ, դասախոսել եմ։ Կներեք, հարգելիներս, ամեն ինչ հայտարարագրված է։ Եղտով ճիշտ է, դասախոսի աշխատավարձով առանձնատոներ է կառուցում։ Հոգիները փառաբոլվեց հերետիկոսներ։ Դրա համար սրանց նմանների համար ինչա պետք ասել, եք պատրաստ են ասելու։ Ինչա պետք հայտարարել, աղբե ջան։ Հագեցած ծառայություն։ Եթե դասախոսը կարա իր աշխատավարձով առանձնատոներ կառուցի, ուրեմն նշանակում է ինքը նաև կարող է պատարակին գնահատական տալ, որ դա շատ հագեցած ծառայություն էր։ Հագեցած ծառայություն։ Սիրտն փառաբոլվեց։ Սրան իսկ ասեք, հերետիկոսներ, կարող ես մարդը ստում է։ Արմեն հերետիկոս, նա ուզում ես հələ դիմի, նամակ գրի, ասես ինչ մեղադրանքներ ես ներկայացում։ Ասում է հայկական իշխանությունը պետք է ուշադիր լինեն։ Ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար։ Երբ որ մի ցած պատգամավորն է ասում։ Այդ ինչ տեղի ունենում Հայաստանում, հավաքներ չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։ Եթե օրինակաշարքի համար է, այ բան է, բայց կարծիքի համար են դատում։ Սոցցանցներում հայտնած կարծիքի համար, հա? Կարող եմ այդ նամակ գրեք, ասեք, աղբե ջան, հազիվ մենք քրիստոնյա վարչապետ ունենք, հազիվ քրիստոնյա կառավարություն ունենք, հազիվ Հայաստանն էլ անկախ ու քրիստոնյա է։ Էս ինչ եք ասում։ Ինչ կարծիքի համար, կարծիքի համար ով է դատել։ Չէ, Աջապահյանի կարծիքի համար չեն դատել։ 12 հոգևորականի պլյուս, չէ, 15 տոտալ։ 15 հոգևորականի համար կարծիքի համար չեն դատել։ Չէ, ուրիշ բանի համար են դատել։ Բոլորի վրա մանկապղծության, մարդասպանության հոդվածներ կա։ Զայն, բան արա, հերետիկոս։ Գիտի ասա դու ես ինչ։ Էսում վրա ես ոչ կա գլորում, այ ինքեջ ջան։ Մենք ամենա քրիստոնյա կառավարությունն ենք Հայաստանում արդեն։ Բայց գրի։ Ուղղակի շատ թույլ է, էս մի կարծիքը։ Հիմա պետքա այս երասների ֆոնի վրա Եվրոպարլամենտում, ինչ ասեմ, Նոտր-Դամ դե Պարիի զանգերը խփեին արդեն այնքան բան է լինում Հայաստանում, մեկ էլ ասես թե թույլի մեջ ձայն է գալիս, էլի, բայց ինձ թվում է սա դեմել պետքա բողոքարկել։ Արմեն հերետիկոս, ինձ թվում է դու այս գործը պետքա վերցնես քո վրա։ Քանի դեռ քեզ թողել են քահանայի պաշտոնում։ Թե չէ որ շպրտեցին այն ժամանակ որպես ինչ ես գրելու։ Անոտ էլ չգիտենք։ Էնի Ստյոպիկ դարավ, ես չգիտեմ ինչ է դառել։ Ստյոպիկ Հուդայևիչ։ Զանգեք, փողոքեք, ասեք ինչ եք ասում։ Այդ ձեր նման հերետիկոսների վստահությամբ, որպես կենթանակետ, ոչնչացնում է Նետանյահուն, ինքն էլ իր ճիշտ ունի, բա։ Այտենց է։ Եթե դու կարաս քո ճիշտն ունենաս, որ սատանությունը դա հենց քրիստոնեությունն է, սուտը դա հենց քրիստոնեությունն է։ Ինչի՞ չկա Նետանյահուն, հա, ասի ես էլ ինչ ճիշտ ունեմ։ Ով հրեա չի, կենթանի է, իրանց բոլորին պետքա վերացնել։ Առաջին հերթին գազան քթից տակ նստած այդ տեղացները ես եմ ուզում։ Հրամանատվել նորից զրմբակոծել, որովհետև կանչել են էլի դատարան։ Սոսել եմ, սա, որպեսզի չդատի անդադ պետքա լինի պատերազմի մեջ։ Հա, էթիկոս, դու հասկանում ես ինչա նշանակում։ Երբ որ օրենք, ճշմարտություն, ամեկը սկսում է մատին փաթաթել այնց ոնց որ իրանա ձեռ տալիս։ Այսպես է լինում։ Այդ ոնց է, էթիկոս արմեն, քեզ կարելի է իրան չի կարելի։
Նիկոլին կարելի է, իրան չի կարելի։ Բոլը նույն Նիկոլն եք էլիս։ Եվրոպացի քաղաքական գործիչները Հայաստանի խորհրդարանում պայթեցնում են Հայաստանն իբրև ժողովրդավարության բաստիոն հռչակած փաշինյանական միֆը։ Այսօր Երևանյան Եվրանեստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավորն է իր ելույթում ամոթանք տվել իշխանականներին իրենց կարծիքն արտահայտող մարդկանց հետապնդելու համար։ Ժողովրդավարական երկրներում մարդիկ չպետք է հետապնդվեն սոցիալական ցանցերում գրառումների համար։ Եթե Հայաստանն իրեն համարում է Եվրամիությանն անդամակցելու տեխնացու, ապա պետք է ուշադիր լինի նման հարցերին։ Նախ բանտ ուղարկենք, հետո կհասկանանք ինչ է եղել։ Այսպես են առաջնորդվում Հայաստանում իսպանացի պատգամավորի տպավորությամբ։ Չեմ եկել ձեզ դատելու, բայց 20, 30, 40 ոստիկանով մարդկանց ձերբակալելն արդեն խնդիր է։ Եթե դա արվեր օրինակ կաշառքի համար, նորմալ կլիներ, բայց երբ այդպես են անում մարդու արտահայտած կարծիքի համար, խորհուրդ կտամ զգույշ լինել։ Մենք ամեն ինչ տեսնում ենք։ Անդոնում, հետա ում կալանավորել է փաստաբանը։ Ոսը Կոչուբայիի մասին է նաև։ Հերետիկոս արմեն ձայնանի։ Հայաստանի իշխանականներին մեղադրող իսպանացուն միացել է նաև գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին։ Նա դիմելով Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներին վստահեցրել է, որ իրենք ամեն ինչից տեղյակ են։ Ընդդիմադիր պատգամավորներն էին բարձրաձայնել Հայաստանի բանտերում ավելի քան 40 քաղբանտարկյալ կա։ Ընդդիմադիր ոչ են ասում ընդդիմադիր պատգամավորներ։ Դուք ինչ գործ ունեք այդ հոդմանում նստած դեռ։ Չակերտավոր ընդդիմադիր պատգամավորներ։ Դուք ինչ գործ ունեք այդտեղ նստած։ Կամ եթե այդտեղ նստած եք, ինչ եք բողոքում Փաշինյան Նիկոլին։ Համաձայն չեք, գնացեք։ Գնացեք թող Փաշինյան Նիկոլը մնա չվարչապետ։ Հերետիկոսներ, այ դուք մի հերետիկոսներ դուք եք էլի։ Գլոբալ դիմադրությունն է մեծանում աշխարհում, էլի Իսրայելի դեմ։ Այսինքն Այն մարդիկ, որոնք մտածում են իրենք օրենքից վերև են, Նետանյահուն, Ալիևը, Էրդողանը, Նիկոլ Փաշինյանը, հերետիկոսները բոլոր, նրանք չեն մտածում, որ կա իրենց իշխանությունից վերև ինչ-որ մի բան, ամեն դեպքում կա, եթե նույնիսկ ամբողջ իշխանությունը քո ձեռքն է, կա դրանից վերև մի բան։ Այ հենց մարդիկ դադարում են դա զգալ, ես սկսում եմ ուրախանալ, որովհետև վերջը մոտ է, ինչպես Փաշինյան Նիկոլի պարագայում եւ իր բոլոր հերետիկոսներին։ Սա էլ ուզում եք։ Տրամփն է։ Չեր կանգնում։ Գնաց ունինքը։ Գնաց։ Շեշ գնաց։ Նորընտիր վարչապետն է Ճապոնիային իր կանգնեց գլուխը գնաց թքած ունի նույն բանն արեց Լոնդոնում նույն բանն արել բոլոր տեղերում ինքը adekvat չի ինքը Ամերիկայի Նիկոլ Փաշինյանն է ինքը մտածում է փողնի ուղեղ պետք չի սիլը ես ճումանինալ դենգի ես ճումանինալ նույն բանն է հետևանքներն էլ հայ բանը Ամերիկայի ժողովուրդն է հիմա քաշում տարիքների թանկացած գների հեղինակության անկում ոչ մի բան անպատիժ չի մնում այս կյանքում, ուղղակի մասշտաբներն են տարբեր։ Հիմա ես ուզում եմ վերադառնալ մեզ ու պատասխանել այդ հարցին, որ սկզբից հենց բարձրացել էի խնդրեմ։ Նայեք սա։ Հին եկեղեցու հիմքերը հայտնաբերվել են Արտաշատի Հայաստանի հին մայրաքաղաքի հայտնի խորվիրապ։ Հայաստանի ամենահին եկեղեցու հիմքերը հայտնաբերվել են Արտաշատի Հայաստանի հին մայրաքաղաքի հայտնի խորվիրապ վանքի մոտ։ Եկեղեցին թվագրվում է 4-րդ դար, մոտավորապես այն ժամանակ, երբ Հայաստանը դարձավ աշխարհի առաջին ազգը, որը ընդունեց քրիստոնեությունը։ Այն ունի հազվագյուտ ու թանկյուն դիզայն, որը երբեք չի տեսնվել Հայաստանում։ Ավելին իմանալու համար հետևեք մեզ։ Հիմա եկել են այս պատմություն ունեցող բաոբաբի կեսագրություն ունեցող ազգի եկեղեցու ավանդույթների հետ ինչ որ արմեններ, ինչ որ հերետիկոսներ, Փաշինյան Նիկոլներ, Հուդայևիչներ ուզում են կռիվ տալ եւ ասել չէ, ախպեր ջան, ճիշտը մենք ենք, ճիշտը այս է, նայեք, լսեք։ Աշխիքը, որ օրինակ սահմանադրությունը փոխելուց, վերանայելուց հետո մենք իրական խաղաղություն ունենալու ենք, հաշվի առնելով ովքեր են ունենք մենք խնդիր Ադրբեջանը, Թուրքիան։
Որպես սրա մասին երեք վարչապետը երկար խոսեց, եթե չեմ սխալվում, ու հարցը այն է, որ եթե չփոխենք, ապա երաշխավորված է, որ խաղաղություն հաստատ չենք ունենա։ Երաշխավորված է։ Եթե չփոխենք, երաշխավորված է, որ խաղաղություն հաստատ չենք ունենա։ Ինչ լավ քրիստոնյա երկիր է, չէ՞։ Արմեն Հերետիկոս Մելքոնյան։ Ինչ լավ երաշխավորված քրիստոնյա երկիր է, չէ՞։ Չփոխենք, երաշխավորել ենք։ Երաշխավորել ենք Ալիևի հետ, խաղաղություն չենք ունենալու։ Բայց շարունակությունը լսեք։ Եթե փոխենք էլ երաշխավորված, չի որ ունենալու ենք։ Բա։ Եթե փոխենք, էլի երաշխավորված չի որ ունենալու։ Բայց ալեք փոխենք, այդպես Ալիևին ապենք։ Հիմա նոր տարի է դեմ ինձ, ոնց հետաքրքիր է, առիթից կօգտվեն իջևանցիները չխանձած խոզին ի վերջո խանձեն են։ Հասկանան, որ սա գոյությունը մեկը օգուտ չի։ Գոնե ասենք այդ մի երկու ընտանիքի կբավարարել է տոնական միջոցառումների ժամանակ։ Բայց երաշխավորված չի նաև, որ պատերազմ ենք ունենալու։ Սա մասին է խոսքը։ Եթե փոխենք, ապա երաշխավորված է, որ խաղաղություն հաստատ չենք ունենա։ Եթե փոխենք էլ երաշխավորված, չի որ ունենալու ենք։ Բայց երաշխավորված չի նաև, որ պատերազմ ենք ունենալու։ Հիմա իսկական քրիստոնյայի տիպիկ երթվյալ զտարյուն կպայակալի պատասխանա, չէ՞ Արմեն Մելքոնյան։ Ու վստահ եմ դու բավարարված ես անում։ Իսկ ո՞ւմ նույնիսկ սրանով ես բավարարված։ Սա ընդհանրապես իսկ ո՞ւմ սահմանում է այսօրվա Նիկոլ տեսակի գոյությունը չասեմ։ Նիկոլ տեսակը, որոնք հայտնվել են իշխանության տարբեր կողմերում, բարձվում է նույնիսկ Վառնայի եկեղեցին, լսեք։ Պետք է հայտնեմ, որ ես կուլտուրա ալիքը չեմ նայում, մեծ ալիքը չեմ նայում։ Ժողովրդական եւ ազգագրական երկիր տանել չեմ կարող։ Մշակույթի նախարարությունը քեզ դատի է տալու։ Դուք չեմ սիրում, հայ դասականներին չեմ սիրում։ Եվ սիրում Ժան-Կլոդ Վանդա։ Ես պետք լրիվ սահմանեց ինչ է նշանակում այսօր լինել կպայական։ Իդեալական սահմանում էր, տեն ասել։ Պետրոսը գիտի, որ ինքը լավագույն սահմանում է տվել։ Այսօրվա ինչ է նշանակում այսօրվա կպայական։ Եվ ովքեր են այս երկիրը ղեկավարում։ Մարդիկ, որոնք ոչ իման չեն սիրում, երաժշտություն չեն սիրում, ազգային երաժշտություն չեն սիրում, դասական երաժշտություն չեն սիրում, դուդուկ էլ չեն սիրում, մի խոսքով։ Քրիստոնյա էլ չեն։ Չէ, չնայած հերետիկոսների համար քրիստոնյա են իրանք։ Նրանց իրանք ոչ իման չեն սիրում, բայց հազիվ այս տեսակը հասել է իշխանության եւ հազիվ այս տեսակի շնորհիվ մենք դարձել ենք քրիստոնյա երկիր։ Խայտարակություն։ Եվ վերջին վերադառնամ այն հարցիս առաջի սկզբից որ բարձրացեցի։ Ինչն է միավորում Ներոն, Կալիգուլա, Լենին, Նիցշե, Հիտլեր եւ Փաշինյան Նիկոլ։ Դրանք բոլորը իրենց հերթին սկսեցին ծաղրել Աստծուն եւ հայտարարել, որ իրենք Աստված են կամ գործել որպես Աստված։ Դա ով ինչ ճակատագիր ունեցավ։ Ես ուղղակի կամ շատ կարճ ասեմ, էլի։ Նրանք ովքեր մտածում են, որ դե Լենինին սպանեցին կամ խփեցին վիրավոր էր դրանից մահացավ, չէ։ Լենինի վերջին նկարները տեսեք, սա գտնեք ցույց։ Ես հույս չունեի, որ կգտնեմ, գտա։ Սա մի հատ կողքից կա, ես վախենում եմ, որ այդ նկարը չգտնեմ։ Սիֆիլիսից մահացավ։ Ամենավատ ձևի սիֆիլիսից։ Երբ որ ուղեղը սկսել էր ողտնել։ Դե մարդ երկու կին ուներ։ Ահա։ Գրոբսկայից հետ բացի մի կին էլ ուներ։ Ես անուններ հիշեմ։ Քեշեմ ընթացքում կասեմ։ Չեր հավատում Աստծուն, ծաղրում էր, քանդում էր եկեղեցիները։ Կալանթա է։ Դե Կալիգուլային ինչ արեցին, Ներոնին ինչ արեցին, ինձ թվում է բացատրելու առանձնապես գալիք չկա։ Գալիս են ինչ են։ Հիշել, հիշում եք։ Անտիխրիստ գիրքը գրելուց հետո սկսեց իրեն կոչել վերջի, չէ, ինքը համարում էր ինքը իր ամենամեծ մեղավոր
ծրին է կոչվում, մի խոսքով, անտիխրիստ գրքից հետո խելագարվեց ուղղակի ինքը։ Հա, ինքը իրան ասում էր, ես ամենամեծ ամառալն եմ, ամառալիստը։ Նոր կրոն էր ուզում ստեղծել, ծաղրում էր քրիստոնեությունը, քրիստոնեությունը, մի խոսքով։ Ոնց ավարտեց կյանքը։ Գժանոցում։ Ընդ որում գժանոցում էլ իր խնամում էր քույրը, որ միջև խելագարվել է ինքը քրոջն օգտագործում էր կնոջ տեղ։ Սա ինչ է։ Թե ինչպես վերջացեց իրեն Կալիգուլայի եւ Ներոնի հետնորդ երրորդ ռեյխի, այսինքն երրորդ Հռոմի կայսրության ղեկավարը, որ մտածում էր ինքն Աստված, ինչպես Ներոնն ու Կալիգուլան էին իրանց հռչակում, ինչպես ավարտեց Հիտլերը, էլի գիտեք։ Դե արդեն հասկանում եք ոնց ավարտելու Նիկոլա Փաշինյանը։ Մոտարապես նման մի բան։ Ու իր մոտ այդ շիզոֆրենիայի այդ սիֆիլիսի բոլոր այդ որ արդեն ուղեղը ողորմում աբանի է, բոլոր սիմպտոմները կան։ Բոլոր։ Ու այն քպեական պատգամավորները որ վախենում են, որտեղ երեխաներ ունեն, ճիշտ է կան։ Ճիշտ է կան։ Հա։ Ճիշտ է կան, վախեցեք։ Որտեղ դրանցից ոչ մեկ պատմականորեն դրանք են ամենամեծ անտիխրիստները, ամենամեծ։ Ինչպես վերջացեցին դրանք, երևի դուք արդեն հասկացաք։ Բան չունեք, փրկություն չկա։ Եթե իհարկե ձեզ են միանում հերետիկոսները Վառնայից եւ տարբեր տեղերից, ես ուղղակի սպասում եմ էլ ովքեր կան։ Ես բոլորին ցույց եմ տալու, բոլորին, որտեղի համայնքներն էլ իմանան, ում ձեռքն են իրանք սեղմ, ում դուրն են գնում, ումից են ուզում օրհնություն ստանալ։ Հա։ Մեղից։ Ձեր գործն է։ Ձեր գործն է։ Ես նա վաղուց տեսել եմ, դրա համար շուտ կոնկրետ չեմ գնում։ Ես Նյու Յորքի եկեղեցի չեմ գնում։ Իրանք որ տեսնում են դռները փակում են։ Միանգամից փակում են, որտեղ գիտեն, ես եկա։ Հա։ Ներնել անդը նստած։ Ուրիշ տեղ չէ։ Կան հոգևորականներ, որ ես հաճույքով զրույց եմ ունենում։ Հաճույք։ Կարակ աստվածաբանական թեմաներից խոսանք, ազգային թեմաներից խոսանք։ Բայց կամ մարդիկ, որ դուրը չեն բասի։ Դուրը։ Դե մնացածն ամեն մարդու ընտրությունն է։ Նույնց եմ ասում ժողովուրդ ջան, սա վերջի ճշմարտությունը չի, անձնական ընտրության հարթության վրա է։ Ուղղակի եթե մենք ուզում ենք, որ այս նկարը իրականություն դառնա, հա, արևը ծագի, ինչքան էլ ուզում ապամաս լինի։ Մենք դրան պետք է նպաստենք։ Մենք մեր գործողություններով դրան պետք է նպաստենք, որտեղ ինձ որ գրում են վերջը ո՞նց է լինելու, ես չգիտեմ ինչ պատասխանել, իսկ ինչ ենք անում, որ վերջը լավ լինի։ Ոնց անենք անեցել կլինի։ Ουδիչ ոչ մեկից դա կախված չի։ Եթե հանդուրժենք հերետիկոսներին, կունենանք դժոխք, Սոդոմ եւ Գոմոր։ Եվ որ Աստված ուզենա վերացնի այդ օրվա ազնիվ մարդու պետք է հարցնի ցույց տուր գոնե մի քանի ազնիվ ընտանիք, պաշկեշտ բարեպաշտ ընտանիք, որի խաթար արժի պահել ես երկիրը։ Որտեղ այնքան կեղծ սուտ որ Հայաստանի հողի վրա իմ կա։ Հուր ու կրակը նույնիսկ չի կարող այսօր մաքրի։ Այ եթե պատկերացեք մի պահ հանկարծ Մասիսի գագաթից հարաբուխ շարքի ու գայսկո։ Կարող է նույնիսկ ինքը ի վիճակի չլինի ծածկել այն շերտերով հաստ նստած սուտն ու կեղծիկը, որ ամեն օր թափվում է մեր եթերներից, մեր մտքերից, մեր գործողություններից, մեր բերաններից։ Վախենալու է նույնիսկ այդ մասին մտածել։ Ես չեմ ուզում ցանը վախեցած լինել, բայց վախեցրած լինել, բայց սա ճշմարտությունն է, սա իրականությունն է։ Ամեն դեպքում այդպես եմ ես տեսնում եւ չեմ կարող ես ստել։ Ու եթե մենք պետք է ասած թողենք, նշանակում է մենք Նիկոլից ոչինչով չենք տարբերվում ու նեղանալու իրավունք էլ չունենք։ Կշտկենք բարոյական իրավունք ունենանք պահանջելու, չէ։ Դե չէ։ Այն ինչ որ կա, դա էլ մեզ շատ է։ Այսօր մոմներս կան, դա մնացեք։